Բարի օր, սիրելի հայրենակիցներ, այսօր բացահայտելու ենք Արարատյան դաշտի ամենասիրուն գյուղերից մեկը՝ Նարեկը։ F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Ծաղիկ հավաքեմ, տարեմ մայրիկիս նվիրեմ։ Սպասի, ոնց կարող եմ այս գեղեցիկ ծաղիկների կողքով անտարբեր անցնել։ Ամենաչքնաղը դաշտի ծաղիկներն են այս աշխարհում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Արևիկ ջան։ Անսպասելի հյուրեր եմ թվում եք ձեր Այո, դաշտում։ ինչու՞ չէ, մենք ձեզ սպասում ենք, մենք ձեզ հետևում ենք, Ապրեք, ծանոթանանք իրար հետ։ ծանոթանանք։ Ձեր անունը ի՞նչ է։ Իմ անունը Մանուշ է։ Դուք Մանուշն եք, բա Այո։ ինչով ձեզ օգնենք։ Ոյ, դժվար աշխատանք է, չեք կարող օգնեք։ Ինչ եք անում հիմա տիկին Էսի Մանուշը։ մեր պատվաստի տնկարանի որ պատվաստեր ենք, դրանք ենք մաքրում, այն ավելորդ բաները մաքրում ենք, Հա։ որ մնա մենակ ծառը։ Սրանք Էս ինչ ծառեր են։ Դեղցի տնկիներն են սրանք, որ մեծանան, աշունը վաճառենք։ Օգոստոսին պատվաստեր ենք, Հա։ աշխատեր ենք վրան, պատվաստեր ենք, աշուն ձմեռը մնացել է, հիմա կտրեր ենք, Հա։ արդեն աշունը կլինի վաճառքի ծառներ։ Երբ անց են աշխատանքները ձեր մոտ սկսվել։ Մեր մոտ եղանակը բացվում է, աշխատանքներն սկսվում է։ Այսինքն մարտ ամսից արդեն սկսում եք։ Ապրիլից էլ ենք սկսում, փետրվարից էլ ենք սկսում, նայած տարվա նայած եղանակին։ Դուք սիրում եք հողի այդ աշխատանք տանելը։ Այո, սիրում ենք։ 40 տարի այս աշխատանքն ենք կատարում։ Արդեն մասնագիտացել եք, էլի։ Մասնագիտական աշխատանք է սա։ Ասում են, որ այն ժամանակ գյուղում մարդիկ ապրելիս չեն եղել, տարածքը եղել է խաղողա, պտղա, տնկարանային տարածք։ Խաղող չէ, հենց պտղատնկարանային սովխոզա։ Գյուղը հիմնեցին Նարեկ գյուղ։ Ու այն վաղ սովխոզներ, հետո արդեն որ սեփականացրեցին գյուղացիները իրանց աշխատանքը կատարեցին, իրանք են աշխատում։ Գիլաս ունենք, սալոր ունենք, խնձոր ունենք, դեղց ունենք, ամեն ինչից էլ ունենք։ Եղանակը որ լավ լինի, ամեն ինչն էլ լավ կլինի, լավ ունենք։ Ոռոգման ջուրը ինչ վիճակում է։ Մեր հողի համար չենք դժգոհում, որ դե նասոսի տակա չենք դժգոհում, բայց դեղ կա որ դժգոհում են էլ։ Հա։ Հա, նասոսա էլի։ Առավոտ ժամը քանիսից եք եկել դաշտ։ Դե եթե անձրև չլինի, ժամը 8-ից արդեն դաշտ ենք։ Մենք էլ գնանք տեսնենք։ Ապրեք, գնանք տուն։ Գնանք ձեր Հիմա տուն։ գնանք մեր տուն, այո, Հա։ գնանք մի հատ կսրճենք։ Շտաբ դեղորայք է անհրաժեշտ։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ Emily Farm-ը կանի առաքում։ Ճաճ Մաքսիմ, Լսում ենք ձեզ, ոնց եք։ մենք շատ լավ։ Ահա, տիկին Մանուշակը ասաց գնացեք Մաքսիմ ջաջային էլ նկարեք։ Իրա գործը ավելի դժվար է, ավելի բարդ է։ Դժվար է հենա, որ ես սովորեմ, ասենք, գերանդիով հունձ անել, իսկ մարդիկ, ասենք, էլեկտրական բաներով են անում, հոսանքով, մեքենաներով, բանով, իսկ ես հելա գերանդի եմ սովոր, որովհետև իմ տարիքը են չի, որ ես են մեքենաներով հնձեմ։ Հետո ես նորատույկ այգի է, նոր ենք տնգե, մի 2-3 տարի պետքա մեջը հնձենք, վարենք, մշակենք, պամիդորա, վարունգա, անենք, որ մեր ընտանիքը պահենք։ Գոհ ենք մեր աշխատանքից, շատ գոհ ենք, շատ լավ է, մեր ցավալին մենակ այն է, որ ասենք ջուրը ներքևից է կաչատում, դժվար է ջուրը։ Բայց եթե ղեկավարները մտածեն, Ես նոր ընդրած ղեկավարները, որ ընդրեն, իրանք կարանան վերևից ինչ-որ բաներ կառուցեն բասեյներ, մենք վերևից ջուր ունենք, այդ ջուրը գնում լսվում է Թուրքիա, Արազն է լսվում, բայց որ ունենանք ընտե բասեյն, կհավաքվի եւ մեր գյուղին էլ, Քաղցրաշենին էլ, մյուս գյուղերին Այգեզարտին էլ, կարան ապահովեն այդ ջրով։ Արարատյան դաշտը այն կետն է Հայաստանի, որտեղ ոռոգման ջրի պակաս չպետք է լինի։ Ապրեք, մերը ասենք վերև սարերը նայեք ինչ ձուն է։
Այդ սարերի ծունը հալվում, ծորագով կալի իշնում է դեպի առած։ Իսկ որ ասենք ընթե ելներ մի հատ բան տարածք, փագեին թեմը, կարային այդ ջրի թեմը փագեին եւ այս գյուղերին ապահովեին։ Իհարկե։ Էտա։ Ամառվա շոկ սեզոնի լինում է, չէ՞ որ լինում է շոկ սեզոնին, որ ջուրը կանալը անջատում են 4 օրով, 5 օրով ջուր չի լինում։ Ոյ։ Էդի արդեն շատ վադալն Ու դուժում է հասարակ գյուղաց։ Այո, այս ծառը ես հասրել եմ նպատակին արդեն, աշխատում է ծառը։ Հա։ Եթե ջուր չլինի, սա կաշխատի։ Իհարկե ոչ։ Աբրեք, ուրեմն դրա համար ջուր է պետք։ Այո։ Էդ է մեր խնդիրը, թե չէ մնացածը շատ լավ է։ Ես 83 թվից եկել եմ ըստե, այն վաղ տնկարանային սովխոզեր, հիմա արդեն կոչվում է Նարեկ գյուղ, Նարեկ համայնք։ Ի պատիվ Գրիգոր Նարեկացու։ Այո։ Քանի տարեկան եք դուք։ Ես 71 տարեկան եմ։ Ասում եք 83 թվին եք 83 թվին, 43 տարի արդեն։ Բա որտեղից եք տեղափոխվել։ Երանոս գյուղից, Մարտունի Երանոս գյուղից։ Նարեկի բնակիչները հիմնականում Գեղարքունիքի մարզից են տեղափոխվել, մեկ էլ Հայաստանի այլ մարզերից։ Այլ մարզերից, այո, սա հավաքածու գյուղ է։ Հա, երիտասարդ գյուղ է, 5 գյուղերից։ Երիտասարդ գյուղ, մենք եկել ենք, երիտասարդ ենք եղել ժամանակ։ Հիմա արդեն ծերացել ենք, կամաս գնում ենք այն աշխարհ, մենք մեր բանը տալիս ենք ջահելներին արդեն։ Էսի եմ պահնա։ Սա էլ մեր կերանդին է։ Ես էլ մեր կերանդին է, սրանով հնձում եմ։ Էսի մահնա։ Մեր Չէ։ Էտա, փորձեք, հա։ Ահա։ Հա, ստացվում է։ Ստացվում է, այլ։ Ահա, Ծառը չվնասեն։ շատ ժամանակ կարող է եւ վնասեցել։ Հո, ծառը թե հողը։ Ծառին կարող է կպնես, հողը չէ, հողը չի վնասում։ Այնպես որ գնահատեք։ Գյուղացու աշխատանքը գնահատեք, այո։ Այո, իհարկե, շատ դժվար է, շատ։ Ահա, հապրեք։ Ձեզ Մաքսիմ, դուք երեխաներ ունեք։ Ես ունեմ 2 տղա, մի աղջիկ։ Ահա։ Ձեր տղաները, երեխաները, թորնիկները հողի հետ աշխատանք Ուրեմն ասեմ, գիտեն։ իմ տան թորնիկները մեկը աղջիկա, մեկը տղա է։ Մեկը այս տարի ընդունվել է բժշկական ինստիտուտ, անվճար սովորում է բժշկական։ Տղա թորը ինքը հաշվեպահական բաժին է, արդեն 3-րդ կուրսը։ Ես չեմ ցանկանում, որ իրանք այսպես գյուղացու աշխատանք կատարեն։ Ավելի լավ է իրանք սովորեն, իրանք սովորությունով ապրեն, էլի։ Սա դժվար աշխատանք է։ Ինչ եք կարծում, կարող է մի օր այնպես ստացվի, որ ընդհանրապես ոչ մեկը հողագործությամբ չզբաղվի։ Բա ինչ են կարելու։ Հնարավոր է։ Օրինակ մի 40-50 տարի հետ։ Հնարավոր է, ավելի լավ կլինի, որ ասենք ոչ թե այսպես գյուղատնտեսական աշխատանք լինի, այլ այնպես տեղ լինի, որ կարողանաս աշխատել, զավոդներ լինի, հիմնարկներ լինի, այդպես բաներ եթե լինի։ Բա բերքը ո՞նց ստանանք։ Բերքը պետք է, ենել է պետք։ Բայց սա դժվար աշխատանք է, շատ դժվար աշխատանք է։ Աչքի զարգանալու ենք օտար երկրներից լոլիկ, վարունգ, ամեն ինչ ներմուծենք, էլ չզբաղվենք հողագործությամբ։ Բայց մեր լոլիկին ու մեր վարունգին ու մյուս միրգերին ոչ մի միրգ էլ չի հասնում։ Համաձայն եմ։ Մանավանդ էս մեր Նարեկ գյուղի միրգը շատ համով միրգեր է։ Ես մի քիչ չեմ կարող այդպես գրագի տվարը խոսալ։ Ձեր կնոջ անունը ի՞նչ է։ Մելանի այնտրանից ուշքլեք։ Մելանիայից։ Հա, ինի կապի տեխնիկում ավարտե։ Հա։ Ինի մի քիչ գրագի տվոսոր։ Վախենում եք իրենից։ Վայ։ Դրասցերը որ հավաքվա միտինգ անում։ Չկա զրկում են ինձի։ Խոսած։ Ես եկավ ինք այդ հերթ չի տայի, մենակ ինքն է խոսալու։ Ու ասած չի։ Ինչ է։ Քանի տարի միասին ապրում եք։ Քանի տարի, տղաս 36 տարի երևի։ Ահա։ Հուսամ մեր հաղորդումից հետո չեք բաժանվի։ Չէ, էլի բաժանվենք։ Ավելի է սերտասել մեր կապերը։ Տեղը տալուց առանցիկան տեղ չեմ կարում էդ, հա։ Որ մի քիչ ասում չէ, ասում եմ Մայքլի գնացինք։ Մնացինք։ Ասում եք Մելանյան արգելել է
ծխեմ, արգելելա օղի խմեմ, արգելելա Կոֆե։ կոֆե խմեմ։ Հա, հասնել քչացրելա։ Ինչի։ Ասում եմ շատ է չաղնում։ Դե մեր ցեղը որ չաղայել է, մամանից, պապայից, ես առաջ շատ դիար էի։ Ձեր առողջության մասին է մտածում։ Հա, առաջ շատ ենք խմել, ուղղորմացիկ մերես որ կար, որակա 7 հատ, 8 հատ խմում էինք, ես էլ իրանց հետ։ Ու զգացի որ կոֆե եմ խմում, արդեն լավ չեմ զգում։ Կամաս թարգիմ էլ, ծխեն էլ թարգիմ, միանգամից չաղացավ, զատու արաղներ փոքր վաղտխանից չեմ խմել, ստամոքսս չի ընդունել։ Հեսա տիկին մանուշակը կոֆեն պատրաստի, հավաքվենք սեղանի շուրջ, մինչև այդ դուք պատմեք ձեր հարևանության մասին։ Ընտիր հարևաններ ունեմ, շատ ընտիր։ Մեկ ու մյուսից լավ։ Այս փողոց ինչքան կա, սաղի հետ հավասար։ Մեծի հետ մեծ եմ, փոքրի հետ փոքր եմ։ Ազնվությամբ եմ ասում, սաղ երեխեքն սիրում են, մեկը մյուսին։ Անենց չկա, որ հարևաններից մեկը առանցին կոֆե խմի։ Տեսեք, 3 տուն է, չէ՞ տարածքում։ Հա, Բայց ոչ ցանկապատ կա, ոչ իրարից բաժանող։ մենք կռվի ոչ մի բան չունենք, մենք կռվի ոչ մի բան չունենք վիճելու։ Էսի կոնա, էսի իմնա։ Ես կարամ իրամ այգուս մի հատ խնձոր խաղեմ ուտեմ, մի հատ գիլազ ուտեմ, ինքը կարա իմ այգիս խաղ ուտի, 10 տարի այգել եմ ստե։ Որտեղից եք եկել այստեղ։ Ես 83 թվից աշխատել եմ ստե, բայց ես վերևը հողամաս եմ ստացել, տվել եմ փեսուս, այս փեսես իրատունը տվել է ինձ։ Բա ուրա ձեր կինը։ Կինը գնաց կսվի ոնց որ չեմ անում։ Մեր պապամաններ սկսվելիք չեմ անում, կսվի սա։ Թողում եք որ կսվի։ Հա, ես չեմ արկել, ինքը չի կսվում, ես ասում եմ այ կնի, ասում եմ մեր վաղտը ծավ, այ, ծավ։ Երիտասարդ ժամանակ թողնում եք կարճակնի։ Ինչ ուզում է թողնել, ինչի խախանգարում, հապտելու մեջ ես երբեք չեմ խոսացել, ոչ իմ երեխեքի վրա ունեմ երկու հատ երեխա, մի հատ տղա, մի հատ աղջիկ, հասել տղաս էլ աշխատում են Արտաշատում, տղաս ֆիզկուլտի դասատու է եւ սպորտ դպրոցում տրիներ է։ Աղջիկս էլ խանութում հարցել է բանում աշխատում, խանութում աշխատում, ապարի թղթաբանության վրա են էլ։ Առավոտ միասին գնում են, երեկոյան միասին գալիս։ Առավոտ 8:30 եթում են գործի, 3 ժամը հարցը վաղ 6:30 ապորցնում է թվահոտուն, Սերոժը 8:30 երեխեքին տեղավորում է բանից, գալիս է իր կլաշը վերցում, գալիս է տուն։ Միասին հաշտ համերա շխապրում եք։ Շատ հաշտ, շատ։ Ես աստուծո գոհ եմ, շնորհակալ եմ, թե իմ երեխեքից, թե մեր հարևաններից, թե մեր գյուղապետից։ Հիմա առաջարկում եմ գնանք սուրճ խմենք։ Պատրաստ է։ Հա, Մելանիային էլ ձեն տանք թող գա։ Հա։ Մելանյան ինքը ավո, էլի պետք է բազերը ֆեներ, ասա պետք չի, արի, խետել հոսանք կա գրում փողը, լույսի փողը որ պետք է դա Վնաս է էլի պատճառում։ Ինձ արդեն հետաքրքրեց ով է այդ Մելանյան։ Բայց ակը ստեի փողոցի աուս արծապ դա, մայրամ։ Ասողը։ Չէ, ասողը չի։ Մեր փողոցի սաղս ենթարկվում են Լիդա տատին։ Տիկին Մանուշակ։ Տվեք ինձ այդ կոմպոտը։ Բայց ինչ լավ եք մտածել։ Էլ դռնով չեք գալիս, էլ միանգամից պատուհանով։ Ձեր փակացն է։ Ինչի կոմպոտ է։ Օ, ես պատկերացնում եմ ինչքան համով կլինի։ Վիրասիր վիրաշոտ։ Ես գիտեմ, որ դու ընկույզ շատ ես սիրում։ Արի գնանք բերենք Մելանիային։ Արի։ Անշոտ, արի, ես ուզում եմ ձեզ ցույց տամ, ինչպես են նարեկում տները կառուցված։ Տես, սա տիկին Մանուշակենց տունն է, սա տիկին Մարիամենց տունն է։ Պատկերացնում ես, ոչ մի բաժանող պատ, ցանկապատ չկա։ Սա էլ պարոն Ռոլանդենց տունն է։ Տիկին Մելանյան դուք եք։ Ո՞նց եք։ Շնորհակալություն գավենք։ Արդեն ձեզ ճանաչեցինք։ Հա։ Բա ձեր ամուսինը ասում էր Մելանյան գնաց քսվի։
Չէ, նորմալ է, առանց քսվել էլ շատ լավ ենք, շատ սիրուն ենք, պարտադիր չի քսվել է։ Ասում գնաց մազերը ֆենի, ասում բայց չեմ ուզում մազերը ֆենի, հոսանքա գրում։ Նորմալ է, իր հումորներից հեռու չենք մենք, նորմալ է, լավ է։ Բայց շատ լավ ամուսին ունեք, հումորով, հա, վստահ եմ, որ ձեր օրը ծիծաղով է անցնում։ Պատկերացրեք, հա։ Եկել ենք ձեզ տանենք, որ սուրճ խմենք։ Ապրեք, լավ եք արեք։ Ես ինչ լավ կին եք դուք։ Հա։ Ուրախ եմ։ Բարով ես եկել։ Ամենաառաջինը Մեր խաղաղություն լինի։ Բարով եք եկել մեր գյուղ։ Մեր լավ, սիրուն, բարգավաճած, Խաղաղ, հանգիստ։ շատ սիրուն գյուղ։ Եվս մեկ անգամ։ Շնորհակալ ենք շատ։ Դուք էլ ապրեք։ Դուք ապրեք։ Որ այսքան լավ մարդիկ եք։ Հիմա ուզում ենք ծանոթանանք ձեր նիստուկացին, ձեր ավանդույթներին։ Կյանքը աշխատանքային է, Արևիկ ջան, բոլորը աշխատում են դաշտում, կան աշխատում են դպրոցում, մանկապարտեզում, ոմանք աշխատում են դրսում, տարբեր գործեր են ծավալում։ Այո։ Ձեր սուրճը կսարի։ Ոչինչ, ես առնամ։ Հա, սարն եք խմում։ Ահա, ձեր անունը ինչ է։ Սիրանուշ։ Սիրանուշ ջան, դուք մանկապարտեզում եք, չէ՞ աշխատում։ Լասիրակ եմ աշխատում։ Տիկին Մանուշակի Աղջիկն եմ։ աղջիկն եք։ Ահա, մանկապարտեզում հիմա քանի երեխա ունենք։ 60-ից ավել երեխաներ են հաճախում մանկապարտեզում։ Պարոն Ռոլանդը նշեց, որ արդեն 12 ամիս աշխատում է մանկապարտեզը։ Այո, շուրջ տարի է աշխատում, չի փակվում, ջեռուցվում է, շատ լավ է։ Կա աշխատատեղ, երեխաները գալիս են, կրթվում են երեխաները, խաղերի միջոցով են կրթվում։ Տղաս գնացել է աշխատել Ռուսաստան։ Ես իմ հարսի հետ լավ հարս ունեմ, լավ թորնուհին ունեմ, չնայած շատ ունեմ, բայց այդ տանս մեհարն է։ Բազմազավակ մայր է։ Հա, իմ հարևաններից դժգոհ չեմ, փառքասու, շատ լավ հարևաններ ունեմ։ Մեկը մեկին օգնում, մի բան որ ասես, մեկը մյուսին հասնում են, ինչ որ մի բանի պակաս ունած գնաս ասես կհասնեն։ Այն արեկում դեղատուն չունեք։ Հա, այդ դեղատուն չունենք։ Դե մի ժամանակ ունեինք, բայց որ ժողովուրդը քիչ էին այն ժամանակ, բան չարեց էլի, իրան չարդարացրեց, որ աշխատեր, փագի։ Կարող է բացեն հետո հետագայում, չգիտենք։ Ասում եք, որ երեք ձեզ վատ եք զգում։ Բա դեղը ոնց ճարեցիք։ Դեղը դե հիվանդանոց եմ գնացել։ Փարկասու մանիշը իր տղան ավետիսը շտաբօգնության ավտոյով ընձի տարան, բայց իրանք ամբողջ գիշեր իմ հետ են ելել։ Մյուս օրն էլ արդեն գնացել եմ բանի։ Բրեշկուի Զադոյանի մոտ։ Երեք էլ լավ չէիք, Մանուշակն է ձեզ դեղ Հա, դեղը, հա, իջկուն 11 անց էր, 12-ներ, հա, լավ չէի, զգացի սիրտս վրես չի կայնում։ Զանգի տեղը հասրեց խմամ փարկասու, լավ եմ։ Ահա։ Այն որ ասում են մոտիկ հարևանը։ Հա, հեռու բարեկամ։ Դե մենք ինքը իմ մորքուրի հարսն է։ Հա։ Հա, ինքը իմ մորքուրի հարսն է։ Ու մենք շատ համ բարեկամ ենք, համ հարևան ենք։ Դուք որտեղից եք արմատներով։ Մենք Քաղցրաշենից ենք։ Քաղցրաշենից ենք, Քաղցրաշենի հարս ենք, ստեղ էլ ապրում եմ։ Որտեղ ավելի լավ ապրել է։ Ես հիմի ստեղ եմ շատ սիրում, որովհետև շատ հանգիստ, շատ խաղաղ գյուղ է։ Հասանք ձեզ վերջի վերջո։ Դե պատմեք։ Տեսնեմ ինչ կա չկա։ Ինչ ասեք։ Ոնց է կյանքը անցնում։ Շատ լավ։ Շատ ուրախ, շատ խաղաղ, շատ հանգիստ։ Առավոտը դաշտի գործերով են գնում, կեսօրից հետո սուրճ ենք խմում, երեկոյան հարևաններով քննարկում ենք օրվա ընթացքը։ Բայց լավ ամուսնուն որտեղից եք գտել, ոնց եք գտել։ Աղագիկա բերի։ Արագինա բերե։ Արագիլը բերեց լավ սրանքով։ Դուք եք ընտրել թե ձեր ծնողները։ Այն ժամանակ ոչ թե ծնողները, այնց չէր, մեր ընտրությունն էլ կապ ուներ։ Սիրել եք թե հենց այնպես ամուսնացել եք։ Սովորական։ Նույն գյուղից եք։ Նույն գյուղից ենք, Ռոլանդի հետ, Քաղցրաշենից ենք, ծնունդով ընդեղից ենք, երկուսս էլ ամուսնացել ենք, հետո տարիներ հետո տեղափոխվել ենք Նարեկ։ Ռոլանդը աշխատում էր ստեղ։ Տեղափոխվեցինք ու ապրեցինք երկար։ Այո։ Լավ էր Փարքասո։ Նարեկում բնակիչները քիչ են։ Նարեկում Մոտ 1000 մարդ կա ապրող։ մոտավորապես 350 տնտեսություն կլինի, թե մոտավորապես
Չգիտեմ, շատ ավել պակաս, հա կլինի։ Գյուղը մեծացել է ահագին։ Մեծացել է։ Ջահելները շատացել են, ամուսնությունները շատացել է։ Ինչ է այստեղ Մարդիկ։ պակասում։ Դեղատունն է պատում, հա։ Տրանսպորտն է պակասում։ Ամենագլխավոր Եվ Երևանի եւ Արտաշատի տրանսպորտը, այս որպես ուղևոր կուզենայի Արտաշատի տրանսպորտը ավելանար, որովհետեւ ժամեր կա, որ չի համապատասխանում, շատ ժամանակ գալիս են տաքսիներով։ Եվ ոչ ժամ միշտ ենք ունենում տաքսի գումար ասած ասած։ Հա։ Օրինակ Արտաշատից Նարեկ ինչքան է գումարը։ 2000 դրամ տաքսին, իսկ տրանսպորտը 150 դրամ է։ Հիմա Արտաշատ Նարեկ ունեք, բայց Ժամերը տեսեք քիչ են։ Երևան Նարեկ ավտոբուսը ինչ վիճակում է։ Հիներկապահին չկա, չեմ կարող ասել ինչի համար են դուրս անել։ Ներկապահին չկա։ Չէ։ Չէ, մենակ առավոտվա ժամերին է լինում երկու անգամ, երեկոյան էլ Երևանից երկու անգամ գալիս է։ Մեկը ուսանողներին է, ինչքան Ուսանողներին առանձին է։ Հա։ Ուսանողներին հատկացրել են ավտոբուս, որ ուսանողները գնան Երևան ետ գան։ Ու այդ պատճառով հանվել ժամերը կչացրել են, էլի, Նարեկ Երևանի։ Ասում են դե ուսանողներն էին օգտվում, գնում գալիս, հիմա որ ուսանողականը կա, մեզ ձեռք չի տալիս այդ երթուղին։ Դրա համար կչացրել են ժամերը։ Մեզ որպես ուղևոր, եթե մենք գնանք Երևան, ես գնամ Երևան, եթե ինձ հարմար չլինի առավոտ ժամը 8-ին ես գնամ, պետք է Արտաշատի տրանսպորտը նստեմ, գնամ Արտաշատ, գնամ Երևան։ Հետո նորից հետ գամ Արտաշատ, Արտաշատից արդեն գամ Նարեկ։ Նարեկից գնաք Արտաշատ, Արտաշատից Երևան։ Մանուգործ չունենք։ Շուրջերկրյա ճանապարհորդություն պետք է անցնեք Երևան հասնելու համար։ Այո։ Լավ։ Շատ շնորհակալ ենք ձեզնից ամեն ինչի համար։ Բարով եկաք։ Շատ լավ էր ամեն ինչ։ Մենք էլ ենք շնորհակալ Արևիկ ջան։ Ահա։ Հուսանք վերջինը չի լինի, կլինեն։ Տարեստարի գյուղը փոխվում է, տարեստարի ավելանում են փոփոխություններ է լինում գյուղում։ 4 տարի չէ, եկել 4 տարվա մեջ ավելի բաներ են կատարվել, որ վարձաձայնում ենք, ասում ենք։ Իհարկե դեպի առաջընթաց։ Այո, իհարկե, չի կարելի։ Մեր գյուղը մեծանում է։ Մեր գյուղը լավն է, լավ տեղ է, խաղանդ, գիստ։ Ես կուզենայի, որ Նարեկում մշակույթի տուն էլ կառուցեին։ Շատ լավ կլիներ։ Մեր երեխեքի լավ Խաղահրապարակ, Շենքում երեխաների զարգացման կենտրոն լիներ, նկարչության տեկուզ, պարը կա արդեն, նկարչության, ձեռագործության, տարբեր բաների։ Այո, դրանք կա։ Գյուղերի զարգացման համար պետք են, որ երեխաները կրթված ու զարգացած մեծանան։ Այո։ Տիկին Մանուշակ, բա ո՞նց եղավ, որ որոշեցիք ձեր կյանքի մեծ մասը ապրել Նարեկ գյուղում։ Ես Շաղապ գյուղից եմ, ամուսնացել եմ Քաղցրաշեն, Քաղցրաշենից էլ եկել ենք Նարեկ։ Քանի տարեկանում ամուսնացաք, լքեցիք 17 տարեկանում եմ ամուսնացել, 18-ս կեսրանենցս տունա լրացել, փոքր եմ ամուսնացել։ Դա լավ է, թե վատ։ Չէ, վատը։ Ինչու։ Չգիտեմ, այն ժամանակը տենց էր։ Փոքր տարիքից ամուսնացնում էին։ Չէին ամուսնացնում, ամուսնացել ենք, իսիմ։ Չեք հասցրել սովորեք։ Չէ։ Դե մեր գյուղն մի քիչ հեռու էր, տենց բաներ, տրանսպորտ շատ դժվար էր այն ժամանակ։ Դա տենց։ Դպրոց ավարտել եք, ամուսնացել։ 10 ավարտել եմ, ամուսնացել եմ։ Մենք ձեր գյուղում եղել ենք։ Ահա, Լավ գիտեմ։ գյուղ ունեք։ Իսկ դուք հասցնում եք գոնե տարին մի քանի անգամ գնաք գալ։ Հա, Շուշուտ են գնում։ Այնտեղ ով կա Այնտեղ ունեմ բարեկամներից։ աղբեր ունեմ։ Ծնողներս մահացել են, աղբեր ունեմ։ Իր ընտանիքով աղբերս գյուղում է։ Ինչ են Հարազատներ։ Անասնապահություն։ Ձի ունեն։ Չէ, էշ ունեն։ Չէ, ձի չունեն։ Կովեր ունեն, էշ ունեն։ Խաչիկի Բենոյի ճանաչում։ Այո, ճանաչում ենք, ոչ չենք ճանաչում, մեր գյուղից է լավ ճանաչում ենք։ Ուրեմն մենք մի անգամ Բենոյի Արսենին հայտնի դարձրեցինք Արևշատ գյուղից, որ ասում են սա Հայաստան համալյա ճանաչում։ Տեսեք Բենոյի Արսեն, Բենոյի Արսեն, չէ՞։ Ահա։ Ահա, հետո որ Խաչիկի Բենոյին, Խաչիկի Բենոն։ Ահա։ Մարդիկ գիտեք ինչ կոմենտներ էին գրում։ Ասում էին Բենոյի Արսենի papan գտնվեց։ Չէ, իր papan չէ։
Չէ, Բենոյի հա, Խաչիկի Բենոն, գիտենք, գյուղից ենք, ճանաչում ենք, բոլորս էլ մեկս մյուսի ճանաչում ենք, բայց հիմա արդեն 40 տարի ստեղ ենք։ Դարձել եք նարեկցի։ Այո, դարձել ենք նարեկցի։ Այո։ Նարեկում ամենաշատ ինչն եք սիրում։ Հանգստությունը, լավ հարևաններ ունենք, լավ գյուղացիներ ունենք, հանգիստ ենք էլի, մենք մեր տնով, մեր ընտանիքով աշխատում ենք, ապրում ենք։ Չէի կուզենա Երևանում ապրել։ Չէ, այն ժամանակ, փոքր ժամանակ ուրեմն ուզեցեր եմ, որ մնամ Երևանում, բայց հիմա որ եթում եմ, քուրս Երևանում է, մի քուրս Արարատում է, որ եթում եմ, շուտ գալիս եմ, չեմ ուզում մնամ։ Չէ, շատ դժվար է։ Երևանից Մեր մոտը շատ լավ է։ բոլորս պետք է փախնենք ու գանք հեռավոր գյուղերում, տունը ստեղծենք, Չէ, գյուղում շատ լավ է։ Բայց ձեր տղան ինչով է զբաղվում։ Իմ տղան զբաղվում է համ դաշտի աշխատանքով, համ էլ տրիները Արարատ Զոդում, Երեխաներին։ Այո, երեխաներին։ Զոդի երեխաներին։ Զոդի կողքի գյուղի երեխաներին պարապում է։ Հա։ Տրիները։ Մենք որ գնանք Զոդ, Այո։ Զոդ չեն գնացել, բայց կգնաք, տղայիս էլ կնկարեք։ Անպայման։ Իրեն պարապմունքները լավ իր երեխաներ լավ առաջ են գնում, լավ մրցումներ ա կազմակերպում։ Ամեն ինչ պետք է անենք, որ մենք Այո։ Հայաստանը առաջ գնա։ Պետք է տեսնել, որ Երևանից դուրս ունենք գյուղեր, ունենք քաղաքներ, ունենք մարզեր վերջի վերջո, որոնց պետք է ամենաառաջին ուշադրությունը դարձնել։ Թե չէ, մենակ Երևանով ոչի սահմանափակվում Հայաստանը։ Չէ, լավ է, գյուղում լավ է։ Այո։ Գյուղում շատ լավ է։ Դե գյուղերին էլ պետք է ուշադրություն դարձնել, որ գյուղերն էլ զարգանան, մարզերն էլ զարգանան, գյուղից չկտրվեն գնան Երևան, մարզեր։ Գյուղի երեխաներն էլ ամբողջովին ներգրավեն տարբեր զարգացման ճյուղերի մեջ։ Ես ամբողջ մեր հանրապետություն, երկիրը սիրում եմ, մեր Հայաստան երկիրը շատ եմ սիրում, մանավանդ մեր Նարեկ գյուղը, մեր Նարեկ գյուղից հետո սիրում եմ իմ առաջի սիրած գյուղը, որ սենց եղել է, Տաթևն է եղել։ Ու միջև առեսօր Տաթևն եմ համեմատում եւ Նարեկն եմ համեմատում, ես այս տարբերություն չեմ գտնում։ Բայց ինչու են Տաթևը։ Տեսեք, Տաթևում էլ է շատ շարժ։ Չգիտեմ, առաջի անգամ որ գնացել եմ Տաթև, որ սիրահարվել եմ Տաթևին։ Մի այլ տեսակ գյուղ է Տաթևը, մի այլ տեսակ շարժը։ Տաթևն էլ է շատ։ Մեր ամբողջ Հայաստանն է սիրուն, ամբողջ Հայաստանը։ Այս բնությունը, ամեն ինչը շատ սիրուն է, որտեղ չես գտնի ոչ մի երկրում։ Աշոտ, ժամը արդեն 14:30 է, դպրոցում դասերը վերջացել են, ինչի համար մենք այսքան ուշ եկանք դպրոց ախր, լավ ինչևից է, արի գնանք ներս, թե չէ ես ինձ կյանքում չեմ ների, որ եկա Նարեկ ու դպրոց չայցելեցի։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, այս շենքը, որը դուք տեսնում եք ձեր էկրաններին, Նարեկ բնակավայրի միջնակարգ դպրոցն է, որը կրում է Արեն Ստեփանյանի անունը։ Նա 1994 թվականին զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Աշոտ գնացինք, արի համել անցրև ա գալիս։ Բարև ձեզ։ Ողջույն, սիրելի Արևիկ, ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեր դպրոցում, բարի գալուստ։ Շատ ապրեք, ճիշտն ասած դասերը գիտեմ, որ արդեն ավարտվում են, բայց ես չէի կարող Նարեկ գյուղի Արեն Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի կողքով անցնել անտարբեր ու չայցելել ձեզ։ Շատ լավ, քանի որ դասապրոցեսն արդեն ավարտվում է, մենք այս պահին ունենք 2 դասարան, որտեղ դաս է իրականացվում, մի դասարանում աշխարհագրություն է, մյուսում ֆիզկուլտուրա, գնանք եւ տեսնենք։ Շատ լավ, գնացինք։ Գնացինք։ Ընկեր Գևորգյան, եկանք ձեզ հետ ձեր դասաժամին վոլեյբոլ խաղացինք, մի քիչ ակտիվացանք,
Շնորհակալ ենք։ Դուք ինչպե՞ս եք։ Մենք էլ ենք լավ, շնորհակալ ենք, որ մեզ հյուրեք եկել։ Անցկացնում ենք ֆիզկուլտուրայի դաս, ինչպես տեսակ, ուրախ ենք ձեզ հետ վոլեյբոլ խաղալ։ Այո, երբ որ մենք եկանք, դուք բակում էիք։ Ինչ էիք անում այդ ժամանակ։ 9-րդ դասարանի մոտ էր ֆիզկուլտուրան, 7-րդ ժամը, տարեվերջյան ստուգարք ունեն ֆիզիկական կուլտուրայից։ Փորձում ենք ստուգարքի հանձնարարությունները կատարել, որից հետո արդեն հանձնարարությունը կատարելուց հետո արդեն եկանք դալիճ վոլեյբոլ խաղալ։ Դուք որտեղից եք, ընկեր Գևորգյան։ Ես ծնվել եմ Արարատի մարզ գյուղ Քաղցրաշենում, բայց ծնողներս էլ են Քաղցրաշենից, բայց հիմա ապրում ենք Նարեկ գյուղում։ Դժվար է, չէ՞։ 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանցիների հետ։ Դժվար է այնքանով, որ իրենց հասունացման տարիքն է մի քիչ ավելի ամեն ինչի հանդեպ ուշադիր են լինում, ամեն խոսքի, բայց դե փորձում ենք հասկանանք, աշխատենք երեխաների հետ։ Երկրորդ դասարանից սպորտով եմ զբաղվել։ Երևի էդ էլ եղել է պատճառ, որ աշխատել եմ դպրոցում։ Որ սպորտով եք զբաղվել։ Ըմբշամարտով եմ զբաղվել։ Բարձրակարգ կրթություն ստացել եմ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում որպես մարզիչ մանկավարժ։ Ուրեմն ուզում եմ ասել, որ յուրաքանչյուրս պետք է վարվենք ձեզ պես։ Կրթություն ստանանք, գիտելիք ստանանք ու դա ծառայենք հանուն մեր գյուղի, մեր ծննդավայրի։ Աշո, տարի նկարվի, որ հայտնի դառնաս։ Տղաներ, լավ եք վոլեյբոլ խաղում, ապրեք։ Ձեզ էլ ենք շնորհակալ, որ եկել եք մեր խաղում։ Կանունը ինչ է։ Ժորա, Ժորան ես դու։ Մի քիչ ես կողմ արի։ Քանի տարեկան ես։ 14։ Ինձ կպատմես քո մասին։ Ինչ պատմեմ։ Որ դասարանում ես սովորում։ 9-րդ։ Ախ, ես այսքան փոքր մոքր։ Ես իմ շատ եմ դրա մասը։ Բացահայտեցինք։ Ժորա, ինձ քո մասին պատմիր։ 9-րդ դասարանում սովորում, գնացել եմ Շամարտի, ընկերներիս հետ ֆուտբոլ եմ խաղում, առաջնություններ են գնում ֆուտբոլի, այդտեղ հաղթում գալիս ենք։ Այս վերջերս էլ են գնացել մրցումների, երկրորդ տեղն ենք զբաղեցել։ Որտեղ մրցումները կայացան։ Արտաշատ մարզային առաջնություններ իրանք են խաղում։ Քո անունը ինչ է։ Մհեր։ Մհեր ջան, կասես ինչով ես զբաղվում դու։ Ըմբշամարտը։ Քանի տարի է որ պարապում ես ըմբշամարտ։ Արդեն 6։ Ամեն օր գնում ես։ Բացի կիրակի օրից, հա։ Հա, դասերը հիմա վերջացան։ Հա, ինքնասկես պարապունք։ Գնալու ես Արտաշատ։ Ինձ հետաքրքիր է, ինչով ես հասնել Արտաշատ։ Նայած վաղտ, օրինակ հիմա չգիտենք։ Տրանսպորտով։ Տրանսպորտը այդքան շատ չի գալի, հիմա չգիտենք։ Բայց տեսա Արտաշատ Այդ Նարեկը։ մշտական չի գալի։ Նարեկն հա հետ գալուց եմ, բայց sense թալ գալը պրոբլեմ ալի։ Պապան չի տանի այսօր։ Պապանը դե աշխատում է, ամեն վաղ չի կարող։ Իր գործից կտրվի, ես եմ իդան աշխատում եմ, որ այդքան հասնի։ Դու էլ ասա, պապա ջան, ամեն օր ժամը 5-ին գործը թող, արի ինձ տար Արտաշատ, վերջացնեմ հետ բեր գյուղ։ Չլինի այդպես։ Չի համաձայնի։ Վաղտերին տանում է, բայց ես մի քանի վաղտերը ավտոբուսի հետ կապված չի լինում։ Մի քիչ էլ դու պատմիր քո մասին։ Ես Վահեն եմ, ես էլ եմ վաղտին Ըմբշամարտի գնացել 5 տարի, բայց հիմա թողել եմ, ես 2 տարի։ Ֆուտբոլով զբաղվում ես հիմա։ Ֆուտբոլի չեմ եթում, բայց լավ ֆուտբոլ եմ խաղում, բայց ուզում եմ եթամ։ Այստեղ ֆուտբոլի խմբակ չունեք, բայց կուզենայիք լիներ։ Որ լիներ, շատ լավ կլիներ, գտենք պարապենք, հա։ Խաղադաշտ Քանի որ չկա։ գյուղում ենք ապրում, գործեր ենք անում, չենք հասցնում գտանք։ Ինչ գործեր եք անում։ Դաշտի գործեր։ Հա, շատ լավ է, գնում եք ծնողներին, տատիկներին, պապիկներին օգնության։ Լավ է, չեք բողոքում, չեք ասում, ես դաշտի մեր ծնողների համար ենք անում, մեր համար ենք անում։ Չեք ասում դաշտի գործը ես չեմ սիրում, դա իմը չի։ Հեսա որ ամեն մարդ չի էլի որ սիրում է, բայց դիպաս պիտի անի որ աշխատի, հաց ուտի, որ ապրի։ Ծնողներին օգնում եք էլի լավ։ Այո։ Դպրոց կա նորմալ։ Հակուկապ ունենա լավ։ Ապագայում էլ կարողանան լավ ընտանիք պահել, չէ՞։ Որ կանա գործել լավ աշխատենք, որ մեծանանք, արդեն հասկանանք մեր ընտանիքը ոնց ենք պահելու։ Ապրեք դուք։ Ժորա, բա դուք քո ապագան ոնց ես պատկերացնում դպրոցից դուրս։ Ես իմ այդքան լավ սովորեմ, բայց սպորտը դել չեմ թողելու, ինչ է։ Ընկերներիս էլ չեմ մոռանալու, իրանց հետ սաղ կյանքս իրանց հետ եմ հասկացնելու։ Տեսնենք։ Մի 10 տարի հետո ես անպայման կգամ Նարեկ։ Գակելի իրեքս հարցազրույց կտանք ձեզ։ 10 տարի հետո նույն օրը, նույն ժամին կհանդիպենք այստեղ մարզադահլիճում
Հուսանք ավելի բարեկարգ պայմաններում։ Իդեպ շնորհակալություն ենք հայտնում, որ Արեն Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը ինչ որ չափով վերանորոգել եք, բայց հուսով ենք, որ շարունակությունը կտեսնենք ու երեխաները ավելի բարեկարգ պայմաններում կշարունակեն մարզվել։ Թող խաղադաշտներ սարքեն։ Որ կանանք լավ ֆուտբոլ խաղանք։ Դպրոցի բակի խաղադաշտը նկատի ունեք։ Մեկի դպրոցը մեր։ Սարքեն դպրոցը։ Երեխեքին հաճելի լինի գալ դպրոց։ Մեն նման չգան։ Դպրոցում ի՞նչն ա վատ, Ժորա։ Ամեն ինչ լավ է, ոնց է։ Հա, մարդիկ լավն են, բայց հա, լավ հիմա առաջին է, մարդիկ լավն են։ Ուսուցիչները լավն են։ Հա, Ընկեր Գրիգորյանն ենք շատ սիրում։ Լավ դասատու է։ Ուղղակի որ հենց այս պայծրությամբ մեզի դաշտի տալի, բայց կուզենք տանք, ավելի տալ։ Ուզում ենք մեր դպրոցը սարքեն, մեկ էլ մեր խաղադաշտը։ Էլ բան չենք ուզում հենց։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, համակարգչային կաբինետում 8-րդ դասարանցիները անցկացնում են աշխարհագրության դասաժամը, ճիշտ է։ Այսօրվա դասաժամը պլանավորված է իրականացնել համակարգչային կաբինետում, որովհետև ժամանակակից գործիքները լայն հնարավորություն են ստեղծում եւ գիտելիքների ստուգման եւ ինչու՞ չէ քարտեզի այսպես սովորելուն, քանի որ մենք մեր 8-րդ դասարանի դասընթացի ավարտին ակնկալում ենք, որ աշակերտները աշխարհի քաղաքական քարտեզը լավ ճանաչեն, իմանան, որ պետությունը որտեղ է գտնվում։ Աշխարհում քանի պետություն կա։ 220 եւ ավելի 193 ճանաչված պետություն, դե յուրե դե ֆակտո, հա, եւ մի քանիսը չճանաչված։ Մերի, պատմիր ինձ քո դպրոցի, քո դասընկերների ու դպրոցական կյանքի մասին։ Դպրոցը շատ եմ սիրել, առաջից ասած եկել եմ ստե, դասընկերները նույնպես շատ հարգալից են, լավն են, ընկերասերն կարևոր է։ Ճիշտ է, մեր դասան մի քիչ չար է, բայց դե չարությունը շատ քաղցր ասենց ասեմ։ Մերի, դու հիմա սովորում ես 8-րդ դասարանում։ Մինչև վերջ 12-րդ դասարան սովորելու ես այստեղ։ Դե չգիտեմ, ուզում եմ ինից հելնեմ գնամ քոլեջ, դուրս գամ գնամ քոլեջ, բայց ու նաև ուզում եմ ընկերներիս հետ 12-րդ դասարան մինչև գնամ։ Որ ինձ լսես, մինչև 12-րդ դասարան կսովորես դպրոցում։ Բա այն վերջի զանգի համով պահերը դու չունենաս քո կյանքում։ Դե իմ ընկերներն նենց են, որ կանչեն ինձ։ Չէ։ Չկանչեն, դու էլ մնաս, մասնակցես պատրաստությանը, բայց պետքա ապարել վերջ-վերջո։ Այն որ արդեն մտածում ես վերջ, դպրոցին պետք է հրաժեշտ տաս, մեկ էլ տարին մի անգամ լինես դպրոցում, չլինես դպրոցում արդեն հարցականը ու ավելի շատ ես դպրոցը սիրում։ Մանավանդ վերջի զանգի օրը ես պատկերացնում եմ ինչքան եք դուք լացելու։ Ասել եք ինչու ենք ավարտում դպրոցը, չենք ուզում ավարտենք։ Այ դրա համար հիմիկ բանից պետքա գնահատել այն, ինչ որ ունենք, ճիշտ է։ Մեր դպրոցը գնահատենք, մեր ուսուցչուհիներին գնահատենք, նրանց զգացնենք։ Մեր դասն այնպես է, որ ճիշտ է, ինչքան է բարգասում ենք, բայց մեկը դասատուները շատ ենք սիրում։ Հեսա տես ինչքան երկրպագուհիներ ես ձեռք բերելու։ Գյորգի, ո՞նց ես։ Լավ։ Ինչ կա, չկա։ Բան չէ։ Արդեն ձեզ ասել են սպիտակ համազգեստով կգաք դպրոց։ Հա։ Շատ լավ է։ Իսկ հեռախոսներ բերում եք։ Չէ։ Ինչու։ Չի թույլ է տրվում։ Օ, դուք էլ հետևում եք օրենքին։ Այո։ Այսինքն տնից դուրս եք գալիս, առանց հեռախոս գալիս եք դպրոց։ Հա։ Ոստվոցի։ Դպրոցը վերջացնում ենք, նոր հեռախոսով զբաղվում ենք։ Ինչ լավ է։ Այ ես ուզում եմ, որ բոլոր դպրոցներում այսպես լինի, որ աշակերտը գա, նստի դասին ու մոռանա ինտերնետի մասին, հեռախոսի մասին։ Հիմնականում որ երեխաները զբաղվում են հեռախոսով, այնց ոնց որ ասած, էլ չեն կենտրոնանում դասերի վրա, էլի։ Անդադ մտածում են, տեսնես այս մարդը գրեց, տեսնես պատասխանեց նամակից, նամակը զբացեց, վայ, stories տեսնես քանի հոգի նայես, չէ՞։ Դե ասա տեսնեմ, որ առարկան է շատ սիրում ու շատ հավեսով սովորում։ Դե հիմնականում սա, բայց դե ավելի շատ մաթեմատիկան։ Ինչու մաթեմատիկան։ Տղաների մոտ այդպես է։ Տղաները կամ սիրում են մաթեմատիկան, կամ ֆիզիկան։ Դե մաթեմատիկա ավելի շատ եմ սիրում, որտեղ ավելի հաճույքով եմ էլի սովորում։ Բայց կհիշես այնպեսի դեպք, որ դպրոցից գնացել ես տուն, հաց ես կերել ու միանգամից դասերդ սովորել ես։ Այդպես է ձեր մոտ, թե չէ։ Դե այդպես որ բացի դպրոցից այլ պարապմունքների ենք եթում, դե հիմնականում դպրոցից հետո ենք անում պարապմունքը, նոր վերջում դասերը։ Ինչ ես պարապում։ Ես մաթեմատիկա եւ անգլերեն։ Որտեղ ես պարապում։ Նարեկում։
Հենց Նարեկում։ Ահա։ Իսկ ուրիշ խմբակներ չկան սպորտին վերաբերող։ Նարեկում չէ, բայց Քարթաշենում կա։ Դպրոցից գոհ եք։ Հա։ Չեք ցանկանա, որ վերանորոգվեր դպրոցը։ Կցանկանայինք։ Կամ քանդեին նորը կառուցեին։ Ինչպես այլ գյուղեր։ Չէինք ուզում քանդեն։ Սիրում եք այս դպրոցը։ Այո։ Տխուր կլինի, որ քանդեն։ Հա։ Փոխարենը կխնդրենք, որպեսզի Նարեկի դպրոցին էլ ուշադրություն դարձնեն ու հիմնանորոգեն։ Ուզում ես գնաս ծառայության։ Հա։ Ամեն տղա էլ պետքա ծառայի։ Ինչու՞։ Որպեսզի իր հայրենիքին ինչ-որ բանով գոնե օգտակար լինի։ Դե ամեն մեկը իր գործով էլ է օգտակար լինում հայրենիքին։ Թե հաշվապահը, թե դե տարբեր գործեր իրենց ձևով են օգտակար լինում հայրենիքին։ Ես կցանկանամ, օրինակ, դուք հայրենիքին օգուտ տաք մեր բնությունը, բնակավայրերը մաքուր պահելով։ Ընկեր Գրիգորյան, դաստիարակված աշակերտներ ունեք դպրոցում։ Ես գիտեմ, որ այդ գործում ձեր դերը շատ մեծ է։ Ուսուցչական անձնակազմի դերը ահռելի մեծ է։ Այո, մեր դպրոցում պրոֆեսիոնալ ուսուցիչներ են, ովքեր բացի մասնագիտական գիտելիքներից արժեքներ են սովորեցնում, այդ է հայրենասիրություն, ծնողասիրություն եւ այդ ամենը, այո, երևում է իհարկե։ Այժմ քանի աշակերտ է հաճախում։ Այս պահին ունենք 215 աշակերտ, նաեւ նախակրթարանի հետ միասին պատրաստվում ենք վերջին զանգին, 12-րդ դասարանում սովորում է 12 աշակերտ, արդեն կեսը, երկեսից ավելին ընդունվել են, առաջին իրենց քննություններով արդեն ընդունվել են լավագույն բուհերը եւ այո, նրանք են մեր երկրի վաղվա լավագույն բժիշկը, ուսուցիչը, երաժիշտը, քանդակագործն ու նկարիչը։ Մենք պարտանում ենք մեր սաներով։ Հովհաննիսյան Զոհրաբ Աբրիկի ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 13-ին Սյունիքի մարզի Սիսյանի Շաղապ գյուղում։ 2 տարեկան հասակում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է ապրելու Արարատի մարզի Նարեկ գյուղում, որտեղ էլ ստացել է կրթություն։ Այսինքն Զոհրաբը այս դպրոցում է սովորել եւ ավարտել։ Մեծ մեհեր տեղափոխվելը մեր դպրոցի սանն է եղել եւ ես որպես այս դպրոցի ուսուցիչ եւ այս համայնքի մի մաս իմ պարտքը համարեցի միջոցառում կազմակերպել եւ նրա սխրանքը եւ փառքը ներկայացնել։ Ցավոք նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց նրա սխրանքը միշտ փառահեղ կմնա բարձր հայ ժողովրդի պատմության փառահեղ էջերում։ Մենք էլ ձեզնից ենք շնորհակալ, որ մեր հերոսների անունները վառ եք պահում դպրոցներում, այո, դա մեր պարտքն է։ Գովելի է։ Մտածում եմ գնալ թե մնալ դպրոցում։ Այս է խնդիրը։ Ընկեր Գրիգորյան, այս եղանակը մեր բախտից էր, հա։ Եկանք Նարեկ մեզ հետ արև վերեցինք։ Անձրև։ Լավ է։ Էրո, սեփոնի մեջ կդնես։ Ընկեր Գրիգորյան, եղանակը հեչ մեր կողմից չի։ Ոչինչ սիրելի Արևիկ, եկեք գնանք մեզ հյուր, հա? Քանի որ եղանակ անբարի նպաստ է, այո։ Ուժեղ անձրև է գալիս, մենք էլ կտեսնենք ինչպիսին է փոխտնօրենը, տանը, դպրոցից դուրս։ Գնացինք։ Սիրելի նարեկցիներ, մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, որը ունի հասանելիություն նաև ձեր բնակավայրում։ F-Net Telecom-ը իր բաժանորդներին առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ ավելի ապահով կյանք ունենալու համար։ Դե մի ալարեք, զանգահարեք 8988 հեռախոսահամարով եւ օգտվեք F-Net Telecom ընկերության ծառայություններից։ Աշոտ, նեղացած եմ այս աշխարից։
Որովհետև հենց այսօր որոշեցինք, որ պետք է գանք Նարեկը նկարենք։ Նայի, Նարեկ մեզ հետ ոչ թե արև բերեցինք, այլ անձրև բերեցինք։ Հետո Նարեկում հենց այսօր պիտի լույս չլիներ, հոսանք չունենայինք, հա։ Մեր ակումուլյատորները ոնց ենք զարյատկայի միացնելու։ Ես էլի, չգիտեմ։ Մի քիչ անջատեք Նարեկում հոսանքը։ Մտածեք, կարող է միամիտ արևիկենք վերկենան գան Նարեկ ու հոսանք չլինի։ Ես հիմա պահանջում եմ, որ Նարեկում լույսերը տան։ Նարեկում տվեք լույսերը, որպեսզի ակումուլյատորները դնենք զարյատկայի ու գյուղից հիանալի հաղորդում ունենանք։ Աշոտ, արի, ընկեր Գրիգորյանը սուրճ է պատրաստում մեզ համար։ Արի։ Ուֆ, չես գալիս մի արի, հա։ Մենք երբ որ փոքր էինք, դպրոցահասակ էինք, մտածում էինք մեր ուսուցչուհիները ընդհանրապես հաց չեն ուտում, իրենց կյանքը սկսվում վերջանում է դպրոցում։ Իսկ հիմա երեխաներն այլ կերպ են մտածում, շատ ավելի իրազեկված են։ Եվ շատ բան է փոխվել, այո, մեր ժամանակներից։ Գյուղը հայտնի է տնկարանային մշակությամբ եւ ամբողջ Հայաստանի տարածքից հատուկ գարնանը եւ աշնանը գալիս են տնկանյութ տանելու։ Վերջին ժամանակներում իհարկե նաեւ խելացի գյուղատնտեսությունն է շատ դարձել արդիական եւ մարդիկ ավելի գնում են ջերմոցների մշակությամբ, ջերմատան, քանի որ որքան էլ որ գյուղացին չարչարվում է, միևնույն է, եղանակը կարող է ամեն ինչ փչացնել մեկ օրում, եւ կարկուտները եւ անբարենպաստ եղանակը դրա համար արդեն գնում ենք խելացի գյուղատնտեսության, ինչն է ջերմատները։ Մենք ինքներս էլ զբաղվում ենք դրանով։ Ջերմոց ունեք։ Այո։ Կարող են գնալ տեսնել։ Իհարկե։ Ընկեր Գրիգորյան, գյուղի բնակիչները ինտերնետից օգտվում են։ Այո, իհարկե։ Որ կապն են նախընտրում։ Բա դա էլ հարցեր Արևիկ ջան, իհարկե F-net-ից։ Օ։ Գնանք առաջ ուրեմն։ Ապրեք, նարեկցիներ։ Աշոտ, հələ նա ինչ կարմիր լոլիկներ եմ գտել։ Հեսա կտրելու ենք ու իրենց ինչ արենք, ուտենք։ Ապրեք, ընկեր Գրիգորյան, ապրեք, որ հասցնում եք ամեն ինչ։ Թե դպրոցը, թե ջերմոցը, թե հավերին եք նայում։ Ամեն ինչ անում եք, իսկական հայ կնոջ վառ օրինակ։ Համ երեխաներին եք հասցնում մեծացնել։ Ոնց եք կարողանում այդքան բան անել։ Համեցեք։ Եթե կա ցանկություն, եթե կա աշխատասիրություն, ուրեմն մարդ ամեն ինչ կարող է հասցնել։ Ապրեք, ես հիանում եմ ձեր տեսակով։ Փորձենք։ Աշոտ, արի։ 1000 անգամ ասել եմ, այդ տեսակցիկ ապագա չի։ Արի պամիդոր կեր։ Դուք էլ փորձեք, մի ամաչեք։ Ես ինչ համով է։ 20 հատ հավ ունեք։ Մի հատ, չէ, 2 հատ ակլոր ոնց որ։ Իսկ որ իրենց հետ եք տանում բուն, հաշվում եք։ Չէ, խելոք գնում գալիս են։ Լսող են, հնազանդ են։ Հնազանդ են։ Ստեղից փախչելու տեղ չկա մեծ հաշվով, որ կորեն, բոլոր ելքերն ու մուտքերը փակեն։ Իսկ ձուածում են գոնե։ Այո։ Բերեմ ձվերը հավաքենք։ Ուր են։ Ընկեր Գրիգորյան, հեսա 4 հատ ձու գտա։ Ածել էին հավերը։ Շնորհակալություն, հավիկներ։ Բանջարեղեն։ Միրգ, բանջարեղեն։ Շտապեք, նարեկցիներ։ Թարմ բանջարեղենը վերջացավ։ Աշոտ, տեսար, անձրևը դադարեց եւ դուրս եկավ արևը։ Այո, կյանքը այդպես է, մի օր անձրև, մի օր արև, այսինքն մի օր տխուր ենք, մի օր բարձր տրամադրություն ունենք, բայց ես հորդորում եմ, որ միշտ լավ լինենք, ժողովուրդ ջան, երբեք մի նեղվեք, մի տխրեք, որովհետև կյանքը անցողիկ է, ինչքան կարող եք վայելեք այս կյանքը։ Դե Աշոտ ջան, առաջարկում եմ այժմ գնանք Նարեկ բնակավայրի բանաստեղծ Շիրվան Սևաչի տուն։ Արի Աշոտ։ Սիրելի հայրենակիցներ, մենք այժմ հյուրընկալվել ենք Շիրվան Սևաչի օջախում։ Ինչպե՞ս եք։
Ոչինչ, շնորհակալություն, լավ եմ։ Առողջականը ինչ վիճակում է։ Դժգոհելու կարիք չկա։ Դուք ինչպես եք։ Ծերությունի անելիքն անում է։ Ոչինչ, լավ եմ։ Ձեր տիկինն է։ Այո, իմ տիկինն է։ Ձեր անունը ինչ է։ Գրետա։ Ուրեմն ժողովուրդ ջան, մենք 4 տարի առաջ ճանաչել ենք պարոն Շիրվանին ու ես իրոք չէի կարող Նարեկից գնալ առանց այս ընտանիքին հյուր գալու, որովհետև ես ձեզ իսկապես շատ սիրում եմ ու շատ ուրախ եմ ձեզ տեսնելով կրկին։ Շնորհակալություն եք հայտնում։ Շատ ուրախ ենք, որ գալ ենք մեր օջախում։ Ես ուզում եմ, որպեսզի մեր հետևորդները, հեռուստադիտողները ձեզ ճանաչեն։ Մի փոքր կպատմեք ձեր մասին։ Հիմա աշխատում եմ եռատողերով ստեղծագործության վրա։ Հիմա էլ եք ստեղծագործում։ Հիմա ստեղծագործում եմ եռատողերով։ Բա ձեր մուսան ինչպես է գալիս։ Պատահական անցորդի նման հաճախում է ինձ։ Պարոն Շիրվան, մեզ համար հիմա ինչ կարտասանեք ձեր գրած բանաստեղծություններից։ Ստեղծագործող մարդը երբեք Չի հիշում։ Չի հիշում իր ստեղծագործությունը։ Գարուն լիչել սաղարթից ծաղկել է այգիս ու ծաղկաբաց աչքերով ժպտում է կյանքիս։ Ծաղկափաթիլ է իջել ու շաղախվել մազերիս, երջանկության պահ է մեր ցնծում է հոգիս։ Պարոն Շիրվան, դուք գիրք տպագրել եք, չէ։ Այո, ես տպագրել եմ գիրք։ Երկրորդ գիրքն եմ նախատեսում այս տարի տպագրության։ Տեսենք, հաջողությունը կուղեկցի, միգուցե։ Մեզ անպայման շնորհանդեսին կկանչի։ Այո, կանչեմ, անպայման։ Շնորհանդեսը ես կազմակերպեցի Այգեպատ գյուղում։ Բա երկրորդ գրքի շնորհանդեսը որտեղ Գրքի շնորհանդեսներ պետք է կատարեմ նաև կամ Այգեպատում կամ Արտաշատում։ Մեզ կասեք, ձեր կնոջ հետ քանի տարի է որ ապրում եք։ Քանի տարի։ Այո։ Դպրոցական հասակից սկսած։ Դպրոցական տարիքից սիրել եք։ Ոչ թե սիրել ենք, այլ մենք աչքով աչք իրար չենք ունեցել։ Այդ ո՞նց։ Սովորական։ Իրար չեք սիրել։ Չենք սիրել։ Միշտ կռվում եք իրար հետ։ Միշտ կռվել ենք։ Կռիվը մեր սիրո վկայությունն է։ Նույն դասարանից եք։ Նույն դասարանից ենք եղել։ Ձեռագիր գրում եք։ Այո, ես գրում եմ։ Ձեր ձեռագիրն է։ Այո, մեր ձեռագիրն է։ Ո՞նց եք այսքան սիրուն գրում։ Ես դպրոցում լավ եմ սովորել։ Վատ չեմ սովորել դպրոցում։ Դուք պարոն Սևակին բարեկամ եք։ Այո, Սևակի բարեկամն ենք։ Հորս հետ Սևակը հորեղբոր թորներ են։ Սևակն իմ հերը, հորեղբոր թորներ են։ Ես կցանկանամ նոր գրած բանաստեղծություններից կարդալ։ Այս լույսը ինչ է թունելի վերջում։ Ուրախությունից ես եմ խենթանում, աչքերս տեսնեն, սիրտս է ուզում։ Միշտ էլ թունելի վերջում լույս է լինում։ Լույս է լինում, աչքերս տեսնեն, սիրտս է ուզում։ Մենք ստեղծագործողներս մարդկության միջի ընկույզի ծառերն ենք, այսինքն շնչում ենք ածխաթթու, արտաշնչում ենք թթվածի։ Այստեղ գրել եք մարդու կյանքի տևողությունը չի հերիքում սխալները։ Չի հերիքում սխալները շտկելու համար։ Այո, մարդը այնքան սխալներ է թույլ տալիս, որ չի հերիքում տևողությունը։ Մարդը ոչ թե ձգտում է, այլ ուզում է բարձր դասվել։ Ձգտողները քիչ են։ Ոմանք հակված են խաղի, ոչ թե արարման։ Մարդը շեղվել է մարդ լինելուց։ Մարդը դարի հետ չի քայլում։ Մարդու խոսքը հավատ չի ներշնչում։ Իսկ դուք տեսակով ռոմանտիկ եք, թե ոչ։ Ես տեսակով քիչ ռոմանտիկ եմ։ Քիչ։ Ծաղիկներ չեք նվիրում ձեր տիկնոջը։ Ծաղիկներ նվիրել եմ ես շատ շուտվանից։ Շատ շուտ եմ նվիրել։ Իսկ ես վերջի տարիները ես կարող եմ ասել չեմ նվիրում, որտեղ ինքը ինձ համար ծաղիկ է։ Իսկ ծաղիկի գեղեցկությունը գնահատելը դա սխալ է։ Գիտեիք այդ մասին։ Ծաղիկը ինքն իրեն հենց գեղեցիկ արժեք ունի։ Ապրեք։ Դրա համար չեմ նվիրում։ Տիկին Գրետա, մի երկու խոսք էլ դուք ասեք։ Շատ ուրախ եմ, իրոք ուրախ եմ։ Մենք իրար հետ արդեն 50 տարի է իրար հետ մի տեղ ենք ապրել, ասել որ գյուղը նոր էր բաժանվել, ընդհանրապես տնտեսություններ շատ քիչ դոմիկների մեջ էին ապրում, այնպես չէր որ տնտեսությունը զարգացած էր, մեկ էլ ամեն ինչը ստեղծելով իրար հետ, ամեն գործը, ամեն ինչը ստեղծելով մենք իրար հետ ստեղծել ենք, երևի հնուց եկած որ
ինչքան իրար հետ շատ են մերվում, այնքան ավելի լավ է ստացվում։ Չգիտեմ, շատ լավ է, ես գոհ եմ ել, հիմա էլ գոհ եմ ընտանիքի բոլոր անդամներից, դժգոհություն չունեմ ոչ մի բանից։ Աշոտ Աշոտ Մանուկյան։ Շնորհակալ եմ շատ։ միշտ այդ ձևի գործերի մասնակից լինեք։ Լավ գործերի մաս։ Լավ գործերի։ Անպայման։ Մարև Մարի։ Բարև։ Ո՞նց ես։ Լավ եմ։ Ինչ կա չկա։ Բան չէ։ Նարեկ գյուղում կյանքը ո՞նց է անցնում։ Շատ լավ։ Կպատմես քո առօրյայի մասին։ Առավոտյան զարթնում ենք, գնում ենք դպրոց, գալիս ենք տուն, դաս ենք անում, ով ունի պարապմունք գնում է գալիս է։ Մարիս, դու պարապմունքների հաճախում ես։ Հա, գնում եմ։ Որտեղ Արտաշատ ես գնում։ Չէ, ստեղ մեր գյուղում։ Ինչ ես պարապում։ Մաթեմ։ Մենակ մաթեմ։ Հա, մայրենի էլ եմ գնում, ուղղակի հիմա դասատուն արձակուրդ հատվել։ Չէ, ուրիշ պարապմունքներ, օրինակ պար, երգ։ Դե բարի գնացել եմ, հիմա ուղղակի էլ չեմ այդքում։ Ինչու։ Չգիտեմ։ Մարի, Նարեկում ինչ է պակասում ավելի բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Ուզում ենք կարուսելներ լինի երեխաների, որ բոլորով խաղանք, ասֆալտապատենք մեր փողոցը, որ կանանք նորմալ հեծանիվ քշենք ու էլի տենց տարբեր բաներ։ Ասֆալտապատ է կարսի փողոցը, լավ է։ Ասֆալտապատ են ուրեմն։ Լավ, ինչ երազանքներ ունես դու։ Դե որ մեծանամ դիզայներ դառնամ։ Ու գնամ օտար երկրները տենց ֆրամ գամ։ Բայց անպայման ետ կգաս Հայաստան։ Լավ։ Որևիցե օտար երկրում մշտական բնակություն չհաստատես։ Շտապ օգնության մեքենան որտեղից է գալիս։ Արտաշատից։ Շուտ է հասնում։ Ինչ անում։ Եթե օրինակ մարդը վատանում է, կանչում եք շտապ օգնություն, քանի ժամից է հասնում։ Ժամը ո՞րն է, այ բալա ջան, Արտաշատից ստե վրաս 10 րոպե չի տեղ։ Հա, ձեր անունը ի՞նչ է։ Թամար։ Դուք Թամարան եք, բա դուք գեղեցիկն եք դուք էլ, հա։ Որտեղից եք ժողովուրդ։ Նարեկից եք։ Մարտունից ենք եկել։ Մարտունից, ես Գյարնիից, ասիչ։ Այստեղ ամուսնացել եք, թե տեղափոխվել եք։ Ես արդեն ամուսնացել, եկել ենք ես նոր գյուղ։ Հիմնամը եկել ենք նոր գյուղ։ Ես ստավալ եմ եկել տուն, տեղ, ընտանիք ստեղ։ Հարևանուհիներ եք։ Հա, կպած, ես մեր տները։ Բա կյանքը ո՞նց է անցնում Նարեկում։ Դե տանջանքով, չարչարանքով, գյուղացու կյանքը ոնց պետք է լինի, ասիչ ջան, տանջանքով, չարչարանքով, բայց փառք ասում։ Գոհ ենք։ Դուք ինչ կասեք, ձեր կյանքը ոնց է անցնում։ Շատ լավ։ Ինչով եք զբաղվում։ Հողագործություն, անասնապահություն։ Գյուղացում է չա պետք։ Անասնապահություն, հողագործություն։ Երեխեքն էլ մանկապարտեզից են գալիս։ Դպրոց, ամեն ինչ փառք ասուր, լիք, ամեն ինչը ապահովված լավ գյուղ է շատ։ Եմ ասում անամուսով, թասիբով, շնորհքով եմ որ ասում եմ խաղաղ, լավ գյուղ, էսի մեր գյուղն է։ Այո։ Ես սիրում եմ նարեկցիներին։ Որը տես չկա։ Կրվարար չէ։ Մաքուր չէ, մաքուր մեծ ու փոքր կա, հարգանք կա, պատիվ կա, իրար հասնող։ Մեր հարևանը որ մի լապատ կա բռնեց, ուրեմն մեր հարևանին նա տնից լապատ գնցար, պիտի գա հասնի ես հարևանին օգնի։ Այդ ձևի գյուղ է, ուզում եմ ասել, որ արդեն պատկերացնեք, ինչ ձևի գյուղ է։ Պատկերացնում եմ։ Օրինակ ինչ ավանդույթներ կան, որ այստեղ պահպանում եք։ Կոնկրետ ասենք, այդ թուններով հաս թխել։ Հետի առաջնային է որ թխում են։ Հասխատ ու նկարից։ Դուք թոնիր ունեք։ Մեր թոնիրը դենի ես էլ գյուղը հաստխող եմ ասել։ Ահա, երբ եք բահաց թխելու։ Մի քանի օրից։ Մի քանի օրից իմանանք գանք։ Թոն, այն որ թոնի մեջ լավաշը խփում են, հա։ Անպայման կգանք մեզ կսովորեցնեք։ Ինչ դժգոհություններ կան, որ կցանկանայիք բարձրաձայնել։ Ես ճիշտ ասած այդպես բան չեմ պատկերացնում, որ այսինքն գիտես ամեն մեկը իրանով է։ Օրինակ, որ գյուղերը այցելում ենք, մարդիկ ասում են, շատ կցանկանանք դեղատուն ունենալ։ Հա դե, դի պարզ բան է։ Այստեղ էլ դեղատուն չունեք։ Հա, դեղատուն չկա։ Ահա, բայց կցանկանայիք որ լիներ։ Ինչի չենք ցանկանում, դա շատ։ Բայց որ գյուղից մտակ տեսակ են, սիրուն, գյուղապետարանով, այդ երեխեքի համար սիրում սարքեր են։ Փողոցներում լուսավորությունը կա։ Երեկոյան կարողանում եք հանգիստ դուրս գալ, շրջել, նստել, զրուցել։ Ամեն եղանակները բացվեց, իրար հաճախակի կտեսնեք։ Ասեն իրար մոտ ենք։ Ես մեր նստելու տեղն։ Հա։ Նստում ենք, զրուցում ենք։
Մեր հորերից, մեր հոգսերից, մեր գործերից ամեն ինչ։ Ինչ որ ասենք այդպես բան գյուղ չէ, ասենք բամբասան, բան, ասենք որ նստա կարևանենք, արդեն խոսում ենք թե հեկուցիչ պետք է անենք, ոնց է լա, մեր էսին ոնց է լա։ Այն բամբասանքները վերացել են, չէ՞, որ խոսքի մի հատ աղջիկ անցնի կարճակած, ասեք աղջի, ինչ տարենք ապրում, այ կարճակին մեծ շրբրով են։ Էլի խակնամ տով տոյել ենք շեմ, ինչի ամեն ինչ էլ ամնոք, բայց է ճիշտ արենք ապրում։ Այն ժամանակ տատիները, որ նստած էին լինում, տատիները, պապիները, մեկ անցնում է մենք սոսա ժամանակակից տատիներ ենք, հարսներ ունենք, մենք էլ թորներ ունենք, ամեն ինչը բանոց։ Անե, դու քան տարեկան ես։ 12։ Ինչով ես։ Դասարանից ենք։ Նույն դասարանից եք, ընկերուհիներ եք։ Մտերիմ։ Ահա, մենք որ եկանք ձեր դպրոց, դուք արդեն դպրոցում չէիք։ Չէ, դպրոցում ենք, մենք ձեզ տեսել ենք։ Երեխեք ջան, ես ուզում եմ հասկանալ գյուղում ձեր առօրյան ոնց է անցնում։ Շատ լավ, հետաքրքիր, խաղերով լի։ Բակային խաղերին նախապատվություն տալիս եք։ Այո, շատ ենք սիրում։ Ինչ խաղեր եք խաղում։ Վոլեյբոլ, բադերի որսորդ, ֆուտբոլ, բախկովացի։ Ամեն ինչ խաղում ենք։ Այսպես երեխեքով հավաքվում եք, սա ձեր փողոցն է։ Չէ, մենք այստեղ պարապմունքի ենք։ Հա, ինչ եք պարապում։ Անգլերեն շատ ենք սիրում։ Ես էլ էի շատ անգլերենը սիրում։ Ուզում եք ինձ տեսնել, եկաք։ Երեխեք չեք պատկերացնի ինչքան լավ է, երբ որ մարդուն առանց ճանաչելու արդեն սիրում են։ Ես ուզում եմ մենք բոլորս այդպես ապրենք մեր կյանքը, որ առանց ճանաչելու ուղղակի սիրեն։ Նրանից լավ զգացողություն չեք պատկերացնի չկա։ Հələ այստեղ ենք։ Բա երեխեք ջան, ուզում ենք աշխարհին ի ցույց դնել Նարեկ գյուղը, որ տեսնեն Նարեկում ինչքան լավ մարդիկ են ապրում։ Դուք սիրում եք Նարեկը։ Այո, կյանքում չենք գնա այստեղից։ Բա որ ամուսնանաք։ Ոնց կապ չունի։ Ուրեմն ձեր ամուսիններին պետքա բերեք Նարեկ, չէ՞։ Տնպես այո։ Ուզում ես, ուզի չես ուզում, մյուզի պիտի գաս տնպեսա։ Թե չէ կոչ չեմ ամուսնանա։ Մի հարց տամ էլի ձեզ։ Ինչ կցանկանայիք, որ ձեր գյուղում օրինակ լիներ։ Դուք որպես երիտասարդ մեր ազգի, ինչի պակաս ունեք։ Խաղարապարակ չունեք։ Որ ունենայիք կառուցումը։ Հա, հիմա կառուցվում է։ Վերանորոգվի դպրոցների բոլոր դասարանները։ Եկել համակարգչային տես փոքրիկ սենյակներ էլի գյուղում խառը։ Հա, որ գնաք խաղեր խաղաք։ Ճաշարան, ինչ ճաշարան։ Ուտելու։ Հա, ուզում եք ինչ-որ ժամանցի վայր լինի։ Հա, հաց ուտելու։ Հա, որ գնաք ընկերուհիներով հավաքվեք, հաց ուտեք, սուրճ խմեք, այդպես։ Եկին Սոֆիկ, լսում եմ ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Մենք էլ ենք շատ ուրախ։ Հենց մենք քեզ տեսանք, արդեն ուրախացանք, որովհետև մենք շուտվա ծանոթներ ենք։ Այո։ Շատ ուրախ ենք, մեր գյուղը շատ լավ գյուղ է, բնակիչներս բոլորն էլ շատ լավ մարդիկ են, աշխատում ենք, ծերանում ենք, մանրից ծերանում ենք։ Այնքան լավ է, որ դեռ խանութը ունեք։ Այո, խանութն ունենք, խանութից օգտվում են բոլոր երեխաները, ամբողջ դպրոցի երեխաները, գյուղը մի խոսքով լավ ապրում ենք էլի։ Այո, դուք գոնե ունեք ձեր զբաղմունքը։ Արդեն հոգնել ենք մեր զբաղմունքից։ Հիշում եմ, որ հանդիպեցինք, ասում եք մեր գյուղում օձերը շատ են, հիմա էլ են շատ։ Հիմա էլ, այո, հիմա էլ կա արդեն։ Հիմա էլ արդեն կա, հələ գարունը նոր է բացվել, բայց արդեն օձերը դուրս են եկել։ Թե չհանդիպել եք այս ընթացքում։ ընթացքում։ Ամուսինս սատկացրել էր մի հատ։ Ոյ։ Ճանապարհի վրա։ Տեսնես ինչով է պայմանավորված, որ օձերը հավաքում են հենց Նարեկ գյուղում։ Վերջի գյուղն է, հանգիստ գյուղ է, օձերն էլ սարերից իջնում են գյուղ։ Հա, լավ, գոնե լավ ընդունեք, մի սատկացրեք։ Բայց մեզ կկծեն, եթե մենք իրան չսատկացնենք, իրանք էլ մեզ կկծեն։ Լավ ընդունեք, սուրճ հյուրասիրեք, հաց տվեք, կարող այդ դեպքում չկծեն։ Ձեզ ենք հրավիրում սուրճով, հացով, ամեն ինչով ճամփուկ տնենք Արևիկ ջան։ Ապրեք, տիկին Սոֆիկ, ես հիշում եմ, որ դուք հիմնադիրներից, գյուղի հիմնադիրներից մենք ենք։ Այո, մեկն եք։ Ձեր հայրն է առաջինը հենց գյուղի հիմնադիր են պապաս հայրը։ Հիշում եք որթիվներ։ 78 թիվը 1978 թվականին հիմնադրվեց Նարեկ գյուղը։ Ապրեք, որ այսպիսի հրաշք գյուղ եք ստեղծել։
Շատ շնորհակալ ենք։ Շատ ուրախ ենք, մենք էլ ենք շնորհակալ, մեր ամբողջ գյուղի բնակիչները նենց են եկել, ոնց որ սաղ մի տեղից եկացած լինեն։ Ճիշտ է, տարբեր տեղերից են, բայց արդեն ամեն ինչը լավ է։ Շատ ուրախ եմ։ Միշտ լավ եղեք, առողջ եղեք։ Ապրեք։ Մեզ տեսնելիս միշտ այսպես ուրախ լինեք, ժպտակ։ Այո, տես երեխաներն էլ բոլորը ուրախացան, որ դուք եկեք այստեղ։ Ապրեք դուք։ Անչափ շնորհակալ եմ F-Net Telecom ընկերությանը, որը միշտ աջակցում է մեր հաղորդաշարին։ Շնորհակալ եմ նաև Emily Farm դեղատների ցանցից։ Երեխեք, որն է աշխարհի ամենագեղեցիկ գյուղը։ Սիրում ենք Նարեկը։ Այո։ Ապրեք, սիրում ենք մեր երկիրը։ Այո։ Որն է աշխարհի ամենահրաշք պետությունը։ Հայաստանը։ Ապրեք։ Դե բոլորով ցտեսություն մաղթենք մեր հեռուստադիտողներին։ Սիրելիներ, մայիսի 6-ին 2026 թվականի երկրորդ անգամ եղանք Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրում։ Դե իմացաք, որ Նարեկ անունով ոչ միայն կոչվում են տղաները, այլ նաև ունենք այդպիսի գյուղ, հրաշք գյուղ մեր աննման երկրում։ Այնքան ջերմագին սիրով մեզ ընդունեցին, որ ես չեմ կարող դրանք բառերով ձեզ փոխանցել։ Պետք է մեզ հետ լինեք, որ այդ ամենը զգաք։ Երեխաները գոռում են արևիկն ա եկել, չեք պատկերացնի դա ինչքան հաճելի զգացում է, երբ քեզ առանց ճանաչելու սիրում են։ Բոլորիցդ գոհ եմ այսպիսի վերաբերմունքի համար, տպավորված եմ եւս երկրորդ անգամ, դեռ շատ չբացահայտված վայրեր կան այս գյուղում, հուսով եմ էլի կայցելենք ու անպայման բոլորիդ հետ առիթ կլինի շփվելու։ Շնորհակալ եմ, անկեղծ եմ ասում, իմ սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ, որ մեր երկրում լինի խաղաղություն, մարդիկ միմյանց հանդեպ ոտնձգություններ չանեն, ամեն ինչ լավ լինի ու դժբախտությունների մասին մենք ընդհանրապես չլսենք։ Միայն ուրախություններ լինեն մեր երկրում։ Սիրում եմ բոլորիդ, էլի կհանդիպենք, ցտեսություն Նարեկից։